Բարեձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր ապրիլի 10-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Սկսենք Դոնալդ Տրամփի կողմից հայտարարված առևտրային պատերազմին, որը կարող է համաշխարհային տնտեսությանը շատ լուրջ վնասներ հասցնել, ի նկատի պետք է ունենալ, որ նաև իրական պատերազմները չեն դադարել, թեժկետերը այդպես թեժ էլ մնացել են, լարվածությունը չի պակասել, ընդհակառակը ավելացել է, իսկ ռեսուրսների պայքարը, որին կհանգեցնի տնտեսական պատերազմը, կարող է իրական պատերազմը ավելի թեժացնի, ազդեցության կռիվը ավելի թեժացնի։ Էնպես որ սա այնպես չի, որ ասենք դե լավ Հայաստանի վրա ոնց որ այդքան էլ չի ազդում այդ ամեն ինչը։ Ինչպես կարող է ամբողջ աշխարհի վրա ազդի, մեր վրա չէ։ Ուղղակի երևի մենք նենց լավ չենք պատկերացնում, ինչի մասին է խոսքը, ինչ է սպասվում մոլորակի։ Դոնալդ Տրամփը հայտնել է, որ ԱՄՆ 90 օրով կասեցնում է մաքսատուրքերն ավելի քան 75 երկրի համար, իսկ փոխադարձության սահմանաչափը իջեցնում 10%-ի։ Այսինքն 10%-ի պարագայում դա կկիրառվի, դրանից բարձրի դեպքում ինքը 90 օրով սառեցնում է։ Բացառությունն է միայն Չինաստանը, որը ըստ նրա անարգել է համաշխարհային շուկաները։ Հիմա Տրամփը բարձրացրել է չինական ապրանքների ներկրման համար մաքսատուրքը մինչև 125%։ Մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Չինաստանը բարձրացրել է ամերիկյան ապրանքների մաքսատուրքը մինչև 84%, սրվող պայքարում, որը սպառնում է խաթարել առևտուրը աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջև։ Տրամփը հայտնել է, որ դադարեցնում է իր այսպես կոչված փոխադարձ մաքսատուրքերը բազմաթիվ այլ երկրների առևտրային գործընկերների համար, քանի որ նրանք բանակցությունների առաջարկին պատասխանել են ձեռք մեկնելով, այլ ոչ թե վրեժ լուծելով։ Իսկ Չինաստանի առևտրի նախարարությունը մաքսատուրքերի վերջին բարձրացման մասին հայտարարելուց առաջ պարզաբանել է. Եթե ԱՄՆ-ն պնդում է իր տնտեսական և առևտրային սահմանափակումների հետագա սրումը, Չինաստանն ունի ամուր կամք և բազում միջոցներ անհրաժեշտ հակաքայլեր ձեռնարկելու և մինչև վերջ պայքարելու համար։ Վաշինգտոնում Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթն ասել է. «Երբ դուք բռունցքներով հարվածում եք Ամերիկայի Միացյալ Նահանգներին, նախագահ Տրամփը պատրաստվում է ավելի մեծ հարված հասցնել»։ Ի դեպ չմոռանանք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները իր թիվ 1 հակառակորդ համարում էր Չինաստանին, փորձում է Ռուսաստանին իր կողմ գրավել, որպեսզի պոկի Չինաստանից, շատ ենք դրա մասին խոսել, փորձել է ցանկացած տեղ չինական ազդեցության դեմ պայքարի, որը ընդհակառակը Չինաստանի ձեռքերն ավելի ազատել, աշխարհի հետ ավելի սերտ համագործակցելու համար, Ռուսաստանի հետ ավելի սերտ համագործակցելու համար և ոչ թե Չինաստանին է հաջողվում մեկուսացնել, այլ Չինաստանն է փորձում Ամերիկային մեկուսացնել։ Դրա համար այս երկուսի առճակատումը շատ կարևոր է մեր մոլորակի համար։ ԱՄՆ-ն անցյալ տարի Չինաստան է ուղարկել $199 միլիարդ ապրանք, մինչդեռ Չինաստանը 463 միլիարդ դոլարի ապրանքներ և ծառայություններ է արտահանել ԱՄՆ, ըստ ԱՄՆ նախարարության, առևտրի նախարարության։ Հիմա մի փոքր բան պատկերացնենք, հիմա Դոնալդ Տրամփն ասում է, այս դեֆիցիտը պետք է կարգավորել, այսինքն կամ Չինաստանը պետք է իրանցից ստանա 463 միլիարդի ապրանք, կամ իրանք Չինաստանից 199, Չինաստանից 199 չեն կարող, որովհետև այդ ապրանքների կարիքը ամերիկյան սպառողը ունի, այլապես ինչ գործ ուներ այդ ապրանքը այնտեղ, և այդ ապրանքը մրցունակ է, մրցունակ չլեր այդքան են չի պետք է առնեին, ամերիկացիներն էլ հանգիստ կառնեին ամերիկյան ապրանք, եթե գին որակ հարաբերակցություն իրանց ավելի ձեռնտուր քան չինականը։ Այդ իսկ պատճառով, բայց հիմա երբ որ ինքը մաքսատուրք է սահմանում, այն էլ այսպիսի թվով 125%, սա խոսում է ինչի մասին, որ դա տարածվում է ամբողջ 463 միլիարդի վրա, իսկ ինչ է դա նշանակում, մի հատ հասկանանք, որ իհարկե Դոնալդ Տրամփը հասկացավ, որ չափը անցել է, որ դրեց մաքսատուրքերը անմիջապես հանեց այդքան երկրներից, դա ակնհայտ է տալիս, որ հասկացավ, որ սխալվել է, բայց Չինաստանի հետ կապված շատ ավելի մեծ է այդ սխալը, քան անգամ բոլորի հետ միասին վերցրած։ Պայմանականորեն պատկերացնենք, որ այդ մաքսատուրքերը ինքը սահմանել է 463 միլիարդ
դոլարի ապրանքի վրա, կամ թեկուզ մի մասի, բայց ասում բոլորի վրա եմ սահմանելու։ Ամերիկան կարողանալու է այդքան ապրանք արտադրի, Ամերիկայի արտադրությունը այդ հնարավորությունը ունի արտադրի բոլոր այն ապրանքները, որը Չինաստանն արտադրում է։ Նույնիսկ եթե տեսականորեն համարենք դա հնարավոր է դրան ժամանակապետք, բացի դրանից, եթե Ամերիկան արտադրողը էր, որ դա Ամերիկայի բնակիչը առներ գնորդը, այնա դա կառներ, այսինքն եթե ամերիկյան դու արտադրես, մեկը գինը բարձր է ալնելու, քան չինականը, այսինքն գնաճի դեմ ոչ թե պայքարում ես, այլ խաբեցիր ընտրողին ձայն նստածալ, հիմա նրա ապրանքը թանկացնում ես, սա մեկ։ Երկրորդ, եթե դու հաստատ գիտես, որ այդ ծավալները իրացնել հնարավոր չի տեղական արտադրությամբ, այդ դեպքում ինչ է առաջանալու է դեֆիցիտ։ Հիմա այսպիսի խնդիր նայենք, ապրանքային որոշակի ծածկույթ կա խանութներում, որոշակի պահեստային տնտեսություններում էլ կա ապրանքային բավարար չափով պաշար, որ մինչև որպեսի ծայրը չկտրվի մի քանի օրվա էլ պահեստային, այսպես ասած, հնարավորություն, որ գա մինչև տեղ հասնի մյուս ապրանքը, որը պատվիրված է, որ ռիթմիկ աշխատել։ Հիմա եթե մարդը տեսնի, որ այդ ապրանքը, որը թեկուզ մի մասն է ճանապարհին է, դրա վրա դեռ մաքսատուրքերը չի ազդում, եկավ տեղ հասավ, հաջորդ բեռը գալու է ենթադրենք մի ամիս հետո։ Եթե մարդը իմանա, որ պայմանականորեն այսօր $100 ապրանքը ծախում է, կլորթիվ ասեն, որ հեշտ պատկերացնենք, բայց ինքը գնալու է մի ամիս հետո $200 այդ ապրանքը առնի։ Այդ մարդը այդ ապրանքը $100 չի ծախում, ոյի մարդ չի։ Այդ առևտրականը $100 ծախում է, գնա 200 առնի, որքանսով ծախի, ու չգիտի կառնեն թե չէ, ու չգիտի ինչ է կատարում։ Իսկ ապրանք արտադրողը, որը իր ապրանքը վաճառում է, նորմալ գործընկերը հետ աշխատելու ժամանակ կարող է ապրանքը տա տարաժամկետ վճարումով, ասիկը վաճառես, հետո գումարը գտած մեր նորմալ գործընկերն ես, ինչ խնդիր կա։ Բայց եթե նա այդ ապրանքը $50 պետք է առնի, որ 100-ով վաճառի, իսկ հիմա այդ ապրանքը պետք է առնի $200, ոչ մեկը նրան $200 տարաժամկետ վճարումով չի տա, որովհետև կասի ես ինչ գիտեմ, կկարողանաս իրացնես այդ գնով, թե չէ։ Ով է նոր է այդ process-ի մեջ մտնում։ Իսկ նա իր ապրանքը $100 ծախի, ամբողջ կանխիկ տանի տա $200 ապրանք առնի, քանսով ծախի։ Դա նշանակում է, որ առևտրի հերը անիծել է նշանակում։ Հնարավոր չի, որ այդ ապրանքի պոչը չկտրվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում, իսկ խուճապի պարագայում ապրանքի գներն ավելի է բարձրանում, որովհետև եթե դու կրկնակի ավելացնում ես այդ չափի մաքսատուրք ես դնում եւ այդ պարագայում նույնիսկ մարդը ստիպված է առնել, որովհետև այն մի ուրիշ ապրանքը ուղակի չկա, ոչ թե կա ավելի թանկեր։ Եթե մեկը կա ավելի թանկեր հասկացանք, բայց այս ծավալի 463 միլիարդի ապրանք Ամերիկան ներսում արտադրելու է ու լցնի խանութները, որ մարդիկ առնեն, թե գնալու են ավելի թանկ ստիպված են ելնելու առնեն չինականը, այն էլ այդ պարագայում բնական է անկում է ապրելու նաև առևտրաշրջանառությունը։ Այսինքն Տրամպը ինչպես տեսնում եք շատ արագ է վերանայում, երևի կողքից հասկացրել են, որ մի ձգի ուղումները, այսինքն մտցրեցիր, վախացրեցիր, արագ անի, քանի պահեստները չի դատարկվել, քանի խուճապ չի առաջացել, բայց եթե դու այսպիսի մեծ թիվ ես դնում, այսպիսի ծավալի ներկրման պարագայում, դա նշանակում է այդ խուճապը անխուսափելի է։ Եթե շատ արագ Տրամպը չվերանայ Չինաստանի հետ վերաբերմունքը, դա առաջացնելու է շատ լուրջ հարվածը հասցնելու ամերիկյան տնտեսությանը առաջի հերթին, որովհետև դուք պատկերացնում եք, այս ծավալը չի լցնելու, այս ծավալը չինացին չի տալու, որովհետև այդ ծավալը ոնց տա չեն առնի այդքան, եւ դրա դիմաց ինչով ես լցնելու, եւ գները ուրա թռնելու։ Եթե շատ արագ ինչ որ մի պատրվակով չվերանայի, դրա բացասական հետևանքները շատ ավելի մեծ կլինի, քան անգամ այդ բոլորի վրա սահմանած հարկերը, որտեղ չափերը նայեք, գումարի չափերը նայեք առևտրի։ The New York Times-ը գրում է. Չինաստանը կարող է Թրամփին պատասխանել արտահանման եւ շուկայի գրավման հզոր ալիքով։ Դոնալդ Թրամփի մաքսային պատերազմները կարող են հանգեցնել վիթխարի հետևանքների։ Մեզ մոտենում է ցունամի, որը ձևավորվում է Չինաստանում։
Պեկինը ցանկանում է գրավել համաշխարհային շուկաները։ Չինաստանի կենտրոնական բանկը պետական վերահսկող բանկերի միջոցով 1.9 տրիլիոն դոլարի վարկ է տրամադրել արդյունաբերական ընկերություններին։ Չինաստանում գործարանները կառուցում են գիշեր-ցերեկ, իսկ գոյություն ունեցողները արդիականացվում են ռոբոտացման եւ արտադրության ավտոմատացման ամբողջ թափով։ Այսինքն իրանք ծավալները հսկայական չափով ավելացնում են, բայց ռոբոտացման հետ կապված ավտոմատացման պարագայում միևնույն է իրանց ապրանքների գները էժան ալնելու եւ մրցունակ եւ հասկանում են, որ ուրիշներն են շուկայից դուրս գալու, ոչ թե իրանք։ Դա պետք է մեծացնի արտահանման հոսքը, որը միայն կաչի Դոնալդ Տրամփի մաքսատուրքերի եւ նրա հակառակորդների պատասխան մաքսատուրքերի շնորհիվ։ Չինական ապրանքները լրացուցիչ ակցիային առավելություններ կստանան ավելի թանկ ամերիկյան ապրանքների համեմատ։ Հիմա տեսեք, Ամերիկան մաքսատուրք է սահմանում, ինչ չափի ուզում է սահմանի։ Բնականա պատասխան մաքսատուրք են սահմանում։ Ամերիկյան ապրանքը ուրիշ շուկաներում թանկ է։ Չինաստանի հետ հիմա Ամերիկայի նադու զրոյական մաքսատուրքերով աշխատելու են բոլորը։ Եվրամիությունը, Կանադան, Մեքսիկան, Լատինական Ամերիկա բոլորը։ Արդյունքում ինչ է ստացվելու, Չինաստանը մտնելու է բոլոր այն շուկաները, որից դուրս են մղելու Ամերիկային։ Եվ շատ ավելի արտոնյալ վիճակով է մտնելու, բայց Ամերիկան ստիպված է ալնելու այդ ժամանակ չինական ապրանք առնի։ Ինչի, որովհետև հետո տեսնելու է Տրամպը, որ չհաջողվեց, հետո մի հատ գեղեցիկ զրույց կանի, կասի, տեսակ ոնց տեղը դրեցիք Սի Ցզինպինին, հիմա դրա համար արդեն հանգիստ այդ մաքսատուրքը հանում են, որովհետև կողքից հասկացնելու են, որ փլելու է տնտեսությունը։ Այսինքն դուք հասկացաք, այս ընթացքում Չինաստանը ոչ թե վախեցած հետաքաշում, ինտենսիվ արագացրել է արտադրությունները։ Չինաստանի արտահանման հաջողությունը կհանգեցնի գործարանների փակմանը եւ աշխատատեղերի կրճատմանը Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում։ Իսկ սա գրում է New York Times-ը, ժողովուրդ ջան։ Ես միշտ չի որ հղում եմ անում ամերիկյան պարբերականներին, որտեվ կարող է մեկը ասի, այդ մեկը կարող է ուրիշի շահերն արտահայտում, մեկը կարող է ասենք ասի սրա հետևը ուրիշ ուժականգնած, դրա համար չեմ ուզում մտնեմ Ամերիկայի ներսը, այսպես ասած, մեդիա դաշտի եւ մտածում ով է անաչառ, ով ում շահերն է պաշտպանում, բայց չէ որ ամերիկացին էլ է սա կարդում, ամբողջ աշխարհը սա կարդում է ամերիկյան պարբերականի գրածը թե ինչ է կատարվում, եւ նաեւ համեմատում է իրանք ինչ են զգում իրանց վրա, իսկ մենք էլ իրար հետ որ զրուցում ենք, դուք էլ համեմատում եք թե այս մասին երբ ենք խոսել եւ ինչ ենք ասել։ Չինաստանի առևտրի նախարարը Եվրոպական հանձնաժողովի առևտրի եւ տնտեսական ակտիվության հանձնակատարը քննարկել են Չինաստան ԵՄ տնտեսական եւ առևտրային հարաբերությունների ամրապնդման ուղիները, այն ինչի մասին որ մշտապես խոսել ենք, որ Եվրոպան դռները բացելու է Չինաստանի համար։ Հանդիպումը կայացել է այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը նոր մաքսատուրքեր է սահմանել Չինաստանի նկատմամբ։ Կողմերը քննարկել են ձեռնարկությունների համար բարենպաստ բիզնես միջավայրի ձևավորման հարցեր, ինչպես նաեւ համագործակցության շարունակությունը առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում եւ կազմակերպության բարեփոխումների խթանումը։ Չինաստանի կառավարությունը ընդգծել է իր պատրաստակամությունը խորացնելու առևտրային, ներդրումային եւ արդյունաբերական համագործակցությունը Եվրոպական միության հետ, որը կարող է նպաստել գլոբալ տնտեսական կայունությանը։ Իսկ չմոռանանք, Եվրոպան 450 միլիոն բնակիչ ունի, Ամերիկայից համենայն դեպս գոնե 100 միլիոնից ավել շատ, գումարած նաեւ երկրներ կան եվրոպական, որոնք Եվրամիության անդամ չեն, եթե դա էլ գումարենք, որոնց հետ սերտ համագործակցում է Չինաստանը, այդ շուկան կանցնի 600 միլիոնը։ Եվ այս պարագը ու չմոռանանք, որ Եվրոպայում էլ ապրանքների գները բավական բարձր են, այսինքն շատ հարմարավետ շուկա է Չինաստանի համար Եվրոպան։ Գուցե որոշ ապրանքների գծով կարող է Ամերիկայի Միացյալ Նահանգներում ավելի բարձր լինի, հաշվի առնելով, որ համախառն ներքին արդյունքը մեկ շնչին ընկնող Միացյալ Նահանգներում ավելի բարձր է, քան միջին եվրոպականը։ Իսկ դա ընդհանուր պատկերացում է տալիս նաև շուկայի նկատմամբ։ Բայց այնուամենայնիվ այն ծավալները, որը կարող է ձեռք բերի, որից դուրս մղվի Ամերիկայի Միացյալ Նահանգները, չինացիների համար շատ ձեռնտու է։ Այո, Չինաստանը իր համախառն ներքին արդյունքի 35%-ը ապահովում է հենց ամերիկյան շուկայով, բայց միևնույնն է, նա դրա դեմ չի կոտրվելու, որովհետև շատ ավելի արագ կկոտրվի Միացյալ Նահանգները, քան Չինաստանը։
Տարբերությունը մենք հասկանում ենք, որտեղ ամերիկյան ապրանքի նկատմամբ փակելու են ամեն ինչը, իսկ չինականի առաջ բացելու են ամեն ինչը։ Առավել ևս, որ Ամերիկան չի կարող առանց այդ չինական ապրանքների տեղը ինչա լցնելու։ Սպիտակ տան մամուլի քարտուղարն ասել է. մարդկանց մեծ մասը չի հասկանում Տրամպի գործողությունների հանճարը, դա գործարքներ կնքելու արվեստ է, երբ դուք հարվածում եք ԱՄՆ-ին, նախագահ Տրամփն էլ ավելի ուժեղ պատասխան հարված կհասցնի ձեզ։ Իհարկե ես ցցված եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտոնյաներ են գտնվել, որ սազն առած գովում են իրանց ղեկավարի ցանկացած արածը, մենք դրան սովոր էինք Ռուսաստանի հետ կապված, մենք դրան սովոր էինք Հայաստանի հետ կապված։ Դրա համար ասում ենք ժողովուրդ ջան, օրինակ վերցրեք Ամերիկային։ Բայց 20 տարի որ խոսում էինք Ամերիկա, Եվրոպան չի համար էինք խոսում, համեմատում էինք Ռուսաստանի հետ, համեմատում էինք մեր խայտառակ վիճակի հետ եւ օրինակ էինք բերում Ամերիկային։ Հիմա ես հասկանում եմ, որ Ամերիկայի պաշտոնյաները այն ինչպես գովերքում են իրանց նախագահի ցանկացած արածը, մենք դա շատ լավ ծանոթ ենք եւ դրա կործանարար հետևանքների նույնպես հուսով եմ խելքի կգան։ Իսկ հիմա հասկանանք ավելի կոնկրետ ինչա ասում։ Մարդիկ չեն հասկանում Տրամպի գործողությունների հանճարը։ Ժորժ ջան, Տրամպը կարող է աբստրակցիոնիստ նկարիչ է, որն հենց նկարը ոչ մեկը բան չի հասկանում։ Հետո հարցնում են, ասում են, ընկեր, ես ինչ ես նկարել, ասում է, ես նկարիչ եմ, ես այսպես եմ տեսնում։ Եղբայր դուք նկարածը որ չհասկանանք, մի կերպ կապրենք։ Բայց որ Դոնալդ Տրամպի արածը չհասկանանք, հասկանում եք մոլորակի գլուխը ինչ կարա բերի։ Իրա չհասկացվածության պատճառով շատ մեծ վտանգ կտա մոլորակին, ժողովուրդ ջան, դրա համար ես աբստրակցիոնիստ նկարիչների հասցված վնասը շատ մեծ չի, բայց այս կարգի աբստրակցիոնիստ տնտեսագետների վնասը, որը մասնագիտությամբ Դոնալդ Տրամպը իրան տենց ա գրել, չէ, իր կենսագրությունում ֆինանսիստ տնտեսագետ, ժողովուրդ ջան, վրձինը ձեռից վերցրեք, էլի, ինչ ասեք կնկարի, եւ այս մոլորակը գցի կրակը։ The New York Times-ը ինչ ա գրում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը մասամբ կասեցրել է նախկինում սահմանված առևտրային մաքսատուրքերը առանց իր թիմի անդամներին նախազգուշացնելու։ Սա էլ New York Times-ն ա գրում։ Քանի որ նրանց հրապարակային հայտարարությունները տարբերվում են այն ամենից, ինչ ինքը պետության ղեկավարը հետագայում ասել է։ Մի սպիտակ տունը փորձում էր համոզել լրագրողներին, որ դա լավ մտածված որոշում է եւ ռազմավարության մաս։ Ինքը Տրամպը դա անվանել է բնազդային քայլ։ Ինքն է իր արածին գնահատական տվել։ Այս որոշումը զարմացրել է վարչակազմին, որոշ խորհրդականներ դեռ չգիտեն մաքսատուրքերը դադարեցվել են բանակցությունների համար, թե դա ընդամենը ժամանակավոր զիջում է շուկայի ճնշման ֆոնին։ Այս New York Times-ի խորհրդականները մասնավոր կերպով ընդունում են, որ պատճառը շուկայական խուճապն է։ Չնայած դադարը որպես կանխամտածված քայլ ներկայացնելու փորձերին, պարզ է, որ նույնիսկ Տրամպի մերձավոր շրջապատը տեղյակ չէր դրա սակագնային քաղաքականության շրջապատի մասին։ Արսիկը պատկերացնում եք, թե այս տարերային բնույթը մի բան անում է, հետո այն անուց իր թիմը չգիտի ինչ է անում եւ ինչով է դա այդ անկախատեսելիության հետագան ինչ է տեղի ունենալու։ Իսկ հիմա եվրոպական հանձնաժողովը անմիջապես արձագանքեց Դոնալդ Տրամպի 90-օրյա հետաձգմանը։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն հայտարարել է. Եվրոպական միությունը որոշում է կայացել 90 օրով կասեցնել իր նախատեսած պատասխան միջոցառումները, որոնք ուղղված էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպի կողմից սահմանված մաքսատուրքերի դեմ։ Մենք արձանագրեցինք նախագահ Տրամպի հայտարարությունը, արձագանքեցինք։ Մենք ցանկանում ենք հնարավորություն տալ բանակցություններին, թեև ավարտում ենք Եվրամիության հակամիջոցների ընդունման գործընթացը, որն արժանացել է մեր անդամ պետությունների լայն աջակցությանը։ Դրանք կասեցնելու ենք 90 օրով, նշել է ֆոն դեր Լեյենը։ Այսինքն իրանք արդեն ասել են, պատրաստ ենք, պարտադիր պետք է հակաքայլերն անենք, արդեն փաթեթը պատրաստ է, արդեն Դոնալդ Տրամպը հայտարարեց, որ հետաձգում ենք 90 օրով։ Այնպես որ հիմա այս պատկերացրեցիք ինչա կատարում այս առևտրային պատերազմը, բայց նաև իրական պատերազմի վտանգը հատկապես մեր տարածաշրջանում դեռ փարատված չի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը կրկին սպառնացել է ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ, եթե Իրանը չհամաձայնի դադարեցնել իր միջուկային ծրագիրը։ Եթե դա անհրաժեշտ լինի, միանշանակ այո, ասել է Տրամպը։ Մենք քիչ ժամանակ ունենք, քանի որ թույլ չենք տա նրանց միջուկային զենք ստանալ։ Ես շատ բան չեմ խնդրում, նրանք միջուկային զենք չեն կարող ունենալ, ասել է ԱՄՆ նախագահը, բայց Իրանի հետ այո, եթե ռազմական գործողություններ պահանջվեն, մենք կձեռնարկենք դրանք։ Ակնհայտ է, որ Իսրայելը մեծապես ներգրավված կլինի դրանում։
նրանք կլինեն առաջնորդն այս հարցում։ Իհարկե ապրիլի 12-ին Օմանում, գիտեք, կայանալու է ԱՄՆ եւ Իրանի ներկայացուցիչների հանդիպումը, որի շրջանակում նրանք նախատեսում են քննարկել իրանական միջուկային ծրագրերի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման պարամետրերը, բայց արդեն նախապես նորից սպառնում է, որ եթե համաձայնության չգան, ապա անպայման հարվածելու են եւ հարվածը այդ լուրջ դերակատարություն ունենալու Իսրայելը։ Իհարկե այդ մասին էլ ենք շատ խոսել, որ Իսրայելի վարչապետը եւ ոչ միայն վարչապետը, ամբողջ ադմինիստրացիան գերագնահատում է Դոնալդ Տրամպի աջակցությունը Իսրայելին, այն աշճանի, որ ոգևորված ասեց Գազան դատարկենք, էս անենք, այն անենք, Իրանին խփենք, հիմա Դոնալդ Տրամպը ուղղակի փաստի առաջ է կանգնացրել Իսրայելին։ Իսրայելը մտածում է, եթե այսօր Իրանի հարցը չլուծեն, վաղը ինքը խնդիր է ունենալու, որովհետև մի օր Ամերիկան իրան կօգնի, մի օր չէ, իսկ միջուկային զենք ստեղծող Իրանը ամեն ինչ կանի, որ ոչնչացրած տեսնի Իսրայելը։ Բայց Իսրայելը ուղղակի գերագնահատելով Դոնալդ Տրամպի աջակցությունը կարող է իսկապես ինքը իր ձեռքով իր գլխին սարքի, որտեղ այն ուժը, որը ինքը ուներ եւ վախեցած էր շատերին պահում, նաեւ ասելով որ Միացյալ Նահանգները թիկունքից կանգնած է, այն ակտիվությամբ, որ ինքը պատրաստում է նախահարցակ լինել, դա կարող է արդեն վտանգավոր ու կործանարի իր համար, որովհետեւ արդեն Իրանը մտածի, եթե Իսրայելին չվերացնենք, Իսրայելը վտանգ է մնալու մեզ համար, այսինքն փոխադարձ ոչնչացնելու խնդիր է առաջանում, ու այս ժամանակ ուղղակի Տրամպը դեմ է տալիս Իսրայելին, ասում է ուզում ես ես քեզ աջակցեմ, դա գին ունի, դե մի հատ հարվածի Իրանին։ Այնպես որ այնպես չի, որ այս հարցում Իսրայելը կարող է շահած դուրս գա, բայց խաղեր է տալիս տարածաշրջանը Իսրայելը ձեռք 100 տեղ գցում, դա էլ ուշադրություն կդարձնենք, որտեղ դա ուղղակիորեն առնչվում է մեր հետ, մեր ռեգիոնի երկրները բոլորը վերադասավորումների ճանապարհին են շատ ակտիվ բանակցություններ։ Իրանի մասին շատ ենք խոսել, որ հարվածը ոչ մի պարագայում մեր շահերից չի բխում, իսկ ինչ վերաբերում է այն ինչ որ Իսրայելն է անում, դա էլ մեր շահերից չի բխում, որովհետև խաղեր է տալի Ադրբեջանի հետ։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդան հայտարարել է, որ Թուրքիան կապեր ունի Իրանի եւ ԱՄՆ-ի հետ։ Ես խոսել եմ իրանական կողմի հետ նախքան Ամերիկա մեկնելս եւ վերադառնալուց հետո երկու կողմերին փոխանցել եմ նրանց ակնկալիքները։ Իմ խորհուրդն է սկսել բանակցություններն ուղղակիորեն առանցապակղելու։ Ֆիդանն ընդգծել է, որ տարածաշրջանը նոր պատերազմ չի դիմանա, պատերազմի եւ Իրանի դեմ ռազմական գործողությունը կմեծացնի անկայունությունը։ Եթե կողմերն օգտագործեն այս հնարավորությունը, խնդիրը կարելի է լուծել առանց ուժի։ Սա էլ իհարկե հաշվի առնենք, որ այդքան էլ այդպես չի, որ Թուրքիան չի ցանկանա, որ Իրանը թուլանա, որովհետև ինքը հասկանում է ուժեղ խաղացողներ մեր ռեգիոնում չլինեն, լուրջ մրցակցություն գնալու Իրանի եւ Թուրքիայի միջեւ, ու դա մշտապես այդ մասին խոսել ենք, նա շատ լուրջ մրցակիցներ կլինեն, ուժեղ խաղացողներն են, որ զսպում են իրանց, որ իրար չուտեն։ Բայց այս պարագայում ինքը այնուամենայնիվ իր դերակատարությունն է կարևորում իր միջնորդական ֆունկցիան, որ բերեք այսպես անենք, խաղ յոլա գնանք։ Իսկ հիմա նայենք ուրիշ ուղղությունները, ինչա կատարվում։ Գերմանիայի ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է։ Իդեպ արդեն պայմանավորվածություն ձեռք բերեցին կոալիցիա կազմելու հետ կապված, արդեն կարող ենք ասել, որ ընդհանրապես ֆորմալ առումով է, որ ինքը վաղը մյուս օրը կլինի արդեն կանցլեր։ Գերմանիան կկատարի պաշտպանական ոլորտում իր պարտավորությունները եւ Գերմանիան պատրաստ է ուժեղացնել իր մրցունակությունը։ Գերմանիան վերադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպի ուղերձը փոխանցել Մերցը։ Մերցը ԵՄ-ին կոչ է արել համատեղ արձագանք գտնել ԱՄՆ-ի առևտրային քաղաքականության։ Այսինքն լավ գիտենք ինքը այն ընտրվելու օրվանից արդեն ինչքան ուզում է ժեստ արեց Տրամպը ողջունեց շնորհավորեց, ցույց տվեց, որ իրանք զինվելու են, իրանք ամեն ինչ անելու են։ Սա բացառիկ հնարավորություն է Գերմանիայի համար եւ իրանք այդ շանսը բաց չեն թողնի երկու համաշխարհային պատերազմում Գերմանիայի դերակատարությունը իմանալով Եվրոպան մի քիչ վերապահումով է Գերմանիայի նկատմամբ, գուցե մի քիչ է շատ նրա զինվելու նկատմամբ ամենամեծ համախառն ներքին արդյունքն ունի Գերմանիան, ամենամեծ բնակչությունն ունի Եվրոպայի երկրների մեջ եւ նաեւ իր այդ կազմակերպվածության պարագայում, եթե մի քիչ զենք ունենա, ինքը այնուամենայնիվ մտածում են կարող է վտանգավոր դառնա, բայց քանի որ հիմա Գերմանիայի կարիքը ունեն, շատերը իրանք են խնդրում, որ այդ դերակատարությունը Գերմանիան մեծացնի եւ այդ շանսը Ֆրիդրիխ Մերցը ուղղակի բաց չի թողի։ Առավել եւ դե խնդրում եք, ես էլ անում եմ, հիմա ինձանից ինչ եք ուզում։ Այնպես որ ստեղ իրանց շանսը հաստատ բաց չեն թողի, մանավանդ այդ շանսը, այսպես ասած, Ամերիկան պարտադրում է, որ Եվրոպան անի։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ հունիսին ՄԱԿ-ի, Ֆրանսիայի եւ Սաուդյան Արաբիայի համատեղ կազմակերպվելիք համաժողովին մի շարք երկրներ հնարավոր է ավարտին հասցնեն Պաղեստինի պետության ճանաչման համատեղ քայլը։ Մենք պետք է շարժվենք դեպի ճանաչում եւ դա կանենք մոտակա ամիսներին։ Ես դա կանեմ, քանի որ կարծում եմ, որ ճիշտ կլինի, հավելել է Մակրոնը։ Իհարկե, այստեղ մի հարց կա, անցյալ տարի Հայաստանն է ճանաչեց Պաղեստինի անկախությունը, դիվանագիտական հարաբերություն հաստատել, դեսպանատներ բացել եւ այլ եւ այլ։ Հայաստանի պարագայում դա արդարացված չէր, բայց հիմա արդեն այդ պահը թողենք, որտեղ հիմա լրիվ ուրիշ խառը իրավիճակ է։ Ֆրանսիայի պարագայում նա ուղղակի հակադրվում է Միացյալ Նահանգներին, որովհետեւ Ֆրանսիայի պարագայում եթե խոսում է Պաղեստինի անկախություն ճանաչել, իսկ Իսրայելն ասում է բացառվում է, որ այդ պետությունը ճանաչենք, այնպես չի, որ քիչ պետություններ են Պաղեստինի անկախությունը ճանաչում, բայց քանի որ անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ կապված խնդիր կարող է առաջանա, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների Իսրայելին պաշտպանելով որպես անվտանգության խորհրդի մշտական անդամ չի համաձայնվի Պաղեստին պետությանը ճանաչելու եւ այս պարագայում ամեն դեպքում, բայց այս լարվածությունը առաջացնում են։ Ուղղակի մի խնդիր է առաջանում։ Այս տարածաշրջանում հիմա Ամերիկան Իսրայելի թիկունքին է, Ֆրանսիան կանգնում է Պաղեստինի թիկունքին, ընդդեմ Իսրայելի ակտիվության, ընդդեմ Ամերիկայի ակտիվության, որ Գազան դատարկում է։ Մենք որպես Հայաստան ոչ նրա կողմից ենք, ոչ նրա կողմից ենք, ոչ մեկի կողմից չենք։ Բացարձակ։ Այսինքն ինչ որ կատարում է, ասում ենք լավ, հետ քաշվենք, լատենանք, որտեվ չեն իմանում Ամերիկայի հետ լավ լինենք, Ֆրանսիայի հետ լավ լինենք, երկուսի հետ լավ լինենք, ավելի ոչ մի բան չանենք, հետ քաշվենք։ Թուրքիայի արտգործնախարարական Ֆիդանը ինչ ասել, ԱՄՆ պետք է զսպի Նեթանյահուին եւ նրա համար հստակ սահմաններ սահմանի։ Ֆիդանը հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իշխանության է եկել խոստանալով վերջ դնել Պաղեստինի եւ Ուկրաինայի հակամարտությունների եւ կանխել նոր համաշխարհային պատերազմը։ Հիմա երբ ԱՄՆ-ի նոր վարչակազմը փորձում է աշխարհին որոշակի ուղեր ցղել, առաջանում է իրավիճակ եւ մեկ այլ խաղացող օգտագործելով ԱՄՆ-ի հնարավորություններն ու աջակցությունը մարտահրավեր է նետում ԱՄՆ-ին։ Փոխանակ ԱՄՆ-ն զսպեր նրան, նա սկսել է ԱՄՆ-ին դասեր տալ։ Հիմա շիրայա տալիս էլի ԱՄՆ-ին կռվացնում է, ջղայնացնում է Իսրայելի դեմ։ Ֆիդանն ընդգծել է, որ Թրամփն այն մարդը չէ, որը կհաշտվի ինչ-որ մեկի նկատմամբ հովանավորչությունը համագործակցության քողի տակ թաքցնելու մեթոդի հետ։ Նա համակրում է սիոնիզմին, աջակցում է Իսրայելին եւ նրա շրջապատը կազմված է այդ ուղղությամբ ընտրված ու նշանակված անձանցից, բայց ի վերջո նա չի ցանկանա լսել, ահա Իսրայելի մարդը, նա անում է այն ամենը, ինչ Իսրայելն է հրամայում։ Կարծում եմ նա դա չի ցանկանա, իմ կարծիքով մարդ, որը նման առճակատման մեջ է մտնում աշխարհի հետ, չի խուսափի Նետանյահուի հետ հաշիվները մաքրելուց, ասել է Թուրքիայի արտգործնախարարը։ Ուշադրություն, ընդհանրապես Թրամփը ասեց, որ պետք է Էրդողանը իմ ընկերն է, շատ լավ հարաբերություններ ունենք, ոչ մի խնդրեմ չունենք եւ Իսրայելն ասեց խելամիտ կվարվես Էրդողանի դեմ դուրս չգաս, ծայրահեղ դեպքում ես միջնորդ կլեմ, արդեն Հական Ֆիդանը ասում է, այդ Նեթանյահուի վրա խաչքաշի, դրանք ուզում են ցույց տան, որ դու իրան ծառասացն ես անում եւ այլ եւ այլ։ Այս նույն Թուրքիան է, որը Իսրայելի հետ բանակցում է Սիրիայի հետ կապված, դրա մասին էլ կխոսենք։ Այսինքն հիմա դուք տեսնում եք, թե ինչ արագ է տարածաշրջանում իրավիճակը փոխվում, խաղացողների վերադասավորումները։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը առանձին այցով կայցելի Ռուսաստան, հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին մասնակցելուց բացի։ Այսինքն Չինաստանն է, որ ուզում է Դոնալդ Թրամփը փոկել Ռուսաստանից, արդեն 2 անգամ է Ռուսաստան գնում։ Այս ուղղակի նրա համար, որ եթե մի բան չեն հասկանում, պետք չի խայտարականել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների կրթական համակարգը, որովհետև մտածում ես, բայց այդքան անհասկացող, այդքան բարձր պաշտոնների ոնց են գնացել, որի կենսագրությունը նայում ես, անենց մի հատ բուհեն ավարտե, ասում ես վերջ, ժողովուրդ ջան, հարց չկա, էսա ձեր արածը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, ես տեսանելի ապագայում հիմա տեսնենք Ալիևի խաղերը, աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային։ Ես տեսանելի ապագայում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղության հեռանկար չեմ տեսնում։ Ռուսաստանը օկուպացված տարածքները հայտարարեց Ռուսաստանի մաս։ Ինչպես կարող են նահանջել դրանից, այսինքն եթե դու դա ճանաչել ես, հետքալ չես կարող անես։ Ուկրաինան ինչպես մնացած աշխարհը, այս օկուպացված հողերը համարում է Ուկրաինայի մաս։
Ուշադրություն, Ադրբեջանն էլ է այդ հողերը համարում Ուկրաինայի մաս, այսինքն Ռուսաստանին համարում է օկուպանտ, այն Ռուսաստանին, որի հետ 2022 թվականի փետրվարի 22-ին ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրեց, Ռուսաստանը ձեռքերը ազատեց, 2 օր հետո հարձակվեց Ուկրաինայի վրա, ու մենք շատ լավ գիտենք, թե ինչ կետեր ու պարտավորություններ ստանձնել Ռուսաստանն ու Ադրբեջանը, Ադրբեջանը այն պարտավորությունները ստանձնել է իր գործընկերոջ Ռուսաստանի շահերը սպասարկելու հետ կապված միասնական քաղաքականություն վարը, ոչ մի տրամաբանություն չկա այդ փաստաթղթում, կանգնեց Ռուսաստանին ասես օկուպանտ եւ արդարացնեց, որ Ուկրաինան պաշտպանում է իր տարածքը, իհարկե պետք է չհամաձայնվի։ Այն որ Ուկրաինան պաշտպանում է, այդ շատ լավ անում, այդ մասին լավ գիտեք, իմ կարծիքը, այդ չի որ դի կրկնեմ, բայց դա ով է ասում, Ալիևն է ասում, որ Ռուսաստանի հետ այդ փաստաթուղթը ստորագրել է։ Այսինքն հիմա ինքը հարմար պահի Ռուսաստանին ցույց է տալիս իր վերաբերմունքը, բայց ինչի՞ց է դա առաջացել, որ հիմա դա ցույց է տալի։ Ադրբեջանն էլ այդ հողերը համարում Ուկրաինայի մաս, ինչպես կարող են դա զոհաբերել եւ ասել ոչ, սա Ուկրաինայի մաս չէ։ Դե եթե դա տեղի ունենա, կնշանակի, որ ես ինչ-որ բան չեմ հասկանում միջազգային քաղաքականությունից, նշել է Ալիևը։ Այսինքն հասկացաք, այս հարմար պահին Ալիևը ցույց տվեց իր վերաբերմունքը, բայց ինչի է տենց անում այսօր Ռուսաստանի կարիքը չունի, որտեղ մտածում է, որ Ռուսաստանի միջոցով չի, որ ինքը պետք է հարցերը լուծի Հայաստանի հետ կապված։ Դա է պատճառը։ Այլ սպասելիքներ ունի, իսկ հիմա նայենք այդ սպասելիքները ինչից է գալի։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, նշելով, որ նախորդին Ադրբեջանում Թուրքիայի եւ Իսրայելի ներկայացուցիչների տեխնիկական հանդիպման նպատակը Սիրիայում անցանկալի միջադեպերը կանխելու համար դեէսկալացիայի մեխանիզմի ստեղծումն է եղել։ Այսինքն որ Տրամպը ասեց գնացեք իրար հետ յոլա գնացեք, հիմա Ադրբեջանը որպես միջնորդ հավաքել է այդ երկուսին, որտեղ ինքը երկուսի հետ լավ հարաբերություն ունի եւ Թուրքիայի հետ եւ Իսրայելի հետ։ Իսկ Թուրքիան ու Իսրայելը իրար հետ չունեին, Ամերիկան էլ ասեց գնացեք յոլա գնացեք։ Թուրքիան եւ Իսրայելն Ադրբեջանում տեխնիկական բանակցություններ են անցկացրել Սիրիայում ունեցած կոնֆլիկտների եւ լարվածությունը կանխելու համար։ Իլհամ Ալիևը անդրադառնալով իր տարածքում նախաձեռնած հանդիպմանը նշել է, որ երկրի համար Թուրքիայի եւ Իսրայելի միջև լարվածությունը շատ տագնապալի է եւ անհանգստության տեղիք տվող։ Թուրքիայի եւ Իսրայելի միջև առաջին հաջող հաշտեցումը որոշ չափով նպաստեց Ադրբեջանը։ Մենք ակտիվ դեր խաղացինք փորձելով մերձեցնել երկրներին, ասել է Ալիևը։ Այսինքն սա իր դերակատարությունն է կարևոր իր միջնորդական ֆունկցիան, որ կարողացավ երկուսին սեղանի մոտ նստացնի։ Իսկ դա Ամերիկայի որոշակիացնելուց հետո Տրամպի այս է պատճառը, որ այսօր Ալիևը հիշում է, որ Ռուսաստանը օկուպանտ է։ Ալիևը նաև ընդգծել է, որ Ադրբեջանը երկու երկրների համար մտերիմ բարեկամ է։ Այդ նորություն չի, որ մենք գիտենք, որ դու Իսրայելի հետ մտերիմ բարեկամ ես, բայց եւ միևնույն ժամանակ մենք պետք է մեզ համար եզրակացություն անենք, թե բա մեր կողմից ով է հիմա։ Իսկ Իսրայելը շնորհակալություն է հայտնում Ադրբեջանին եւ նախագահ Ալիևին կարևոր բանակցություններ կազմակերպելու համար, բանակցությունների ընթացքում կողմերից յուրաքանչյուրը ներկայացել է իր շահերը տարածաշրջանում եւ որոշվել է շարունակել երկխոսության ուղին, կայունությունն ու անվտանգությունը պահպանելու համար, հայտնել է Նեթանյահուի գրասենյակը։ Այս այն վիճակը, որը մենք ունենք, իսկ Ամերիկայի նախագահ Դոնալդ Տրամպը շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Նովրուզի տոնի կապակցությամբ։ Իհարկե սա որպես տոն կարելի է ասել, հա դե սովորական նամակ է, բայց դա սովորական չի, որտեղ նամակի բովանդակությունը ընդհանրապես շնորհավորանք չի, կամ կարող ինքը ընդհանրապես չշնորհավորել, ինչ որ մեկը շնորհավորեր, բայց սա ուղղակի այս տոնը առիթ էր, որպես ինքը ինչ որ ուզում էր Ալիևին ասեր։ Մեր երկրներն ունեն համատեղ աշխատանքի հարուստ պատմություն եւ ես անհամբեր սպասում եմ այն մեծ բաներին, որոնց կարող ենք հասնել առաջիկա տարիներին։ Ես գնահատում եմ Ադրբեջանի աջակցությունն ու բարեկամությունը մեր գործընկեր Իսրայելի հետ, այն ինչի մասին որ խոսում էինք, այնինչը որ մեզ համար այո վտանգավոր է, Ամերիկա, Իսրայել, Ադրբեջան։ Նաև ողջունում եմ ձեր երկրի եւ Հայաստանի կողմից տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ասվում է նամակում։ Տրամպը նաև նշում է, որ սպասում է համագործակցությանը։ Միացյալ Նահանգները շարունակում են մնալ
Ադրբեջանի ինքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության անսասան կողմնակից է, նշել է ԱՄՆ նախագահը։ Իսկ այս պարագայում մտածում ենք, դե եթե ինքը ողջունել է խաղաղության փաստաթուղթ, թե ինչ պրոբլեմ կա։ Բայց նամակի բովանդակությունը չեք կարդում, բայց եթե ողջունել է Հայաստանին ու Ադրբեջանին, կարող ասել, որ նաեւ ինքը Ադրբեջանի ինչպես շարունակում է մնա Ադրբեջանի ինքնիշխանության, անկախության, տարածաշրջան անսասան կողմնակից Ադրբեջանի եւ Հայաստանի, եթե ողջունում է այդ երկուսի խաղաղության գործընթացը, բայց նա Ադրբեջանի տարածքային ամբողջականության անսասան կողմնակիցն է, իսկ Ադրբեջանն ասում է խաղաղության պայմանագիրը չենք ստորագրում, որովհետեւ իմ տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն է անում Հայաստանը իր սահմանադրությամբ։ Այսինքն այս նամակից մենք չհասկացանք, որ Տրամպը հավասար բանը զսպում է Ադրբեջանի, ոնց որ մեր մի շարք վերլուծաբաններ չգիտես որտեղից են որոշել, Ադրբեջանին ճնշեցին, Ադրբեջանին զսպեցին, էսա Ադրբեջանը կպայթի, էսա չեմ հասկանում ում համար է այդ ամեն ինչը ասում։ Իրականությունից կտրված այդ հայտարարությունները ձեզ ինչ է տալիս։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նամակը դուք շատ ուշադրությամբ նայեցիք ինչա, եւ պետք է այդ ամեն ինչի մասին ուղղակի մենք հասկանանք մեր անելիքը։ Անտալիայի դիվանագիտական ֆորումը կկայանա ապրիլի 11-ից 13-ն ընկած ժամանակահատվածում, Թուրքիան կհյուրընկալի ավելի քան 300 երկրների ղեկավարների, նախարարների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների ուշադրություն։ Եվրահանձնաժողովի ընդլայնման հարցերով պատասխանատու անդամ Մարտա Կոսը հայտնել է, որ Թուրքիայում սկսված ժողովրդական ճնշումների եւ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության պատճառներով Եվրահանձնաժողովը հրաժարվել է մասնակցել ֆորումին։ Մարտա Կոսն այս իրավիճակը մեկնաբանել է որպես միջազգային ասպարեզում Թուրքիայի հեղինակության կորուստ, բայց այդ պարագայում մենք ինչպես տեսնում ենք Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անտալիայի դիվանագիտական ֆորումին։ Իհարկե կարող ենք ասել, դե Թուրքիան կազմակերպում հարևան երկիր է գնանք, ինչի չգնանք, այդքան երկիր է գնում։ Բան չունեմ ասելու։ Ուղղակի մենք խոսում ենք Եվրոպայի հետ նորմալ հարաբերություններ ունենալու, Եվրոպան մերժում է, դեմոնստրատիվ կերպով մերժում է եւ մեղադրում ժողովրդավարության դիրքերից հեռանալու, մարդու իրավունքների հիմնարարազատությունների դեմ պայքարելու, քաղաքական օպոնենտներին բանտեր գցելու եւ այլի համար։ Հիմա Հայաստանը, որ մասնակցում է, հետո չեք կարող ասել, ժողովուրդ, բա մեզ ինչի լուրջ չեն ընդունում էս իշտեղը։ Բա մենք ինչ են կարևոր, բա չենք ասել Եվրոպա ենք գնում։ Ժողովուրդ ջան, ասել եք Եվրոպա եք գնում, բայց քանի քայլ է կարևորը Եվրոպա հետ չի համապատասխանում։ Եվ իդեպ դրա հետ կապված մի հարց էլ կա, էլի, որ Իրանի ցամաքային զորքերի օպերատիվ վարչության պետի տեղակալ Վալիոլահ Մանին հայտնել է, որ Իրան-Հայաստան զորավարժությունների հիմնական նպատակը սահմանների անվտանգության ուժեղացումն է եւ ստորաբաժանումների մարտունակության բարձրացումը։ Հաշվի առնելով Հարավային Կովկասի ռազմավարական դիրքը եւ համատեղ սահմանների գործոնի կարեւորությունը, զորավարժությունները նախապես պլանավորվել են եւ մշակվել են միաժամանակ մարտական պատրաստակամության եւ խաղաղության ու անվտանգության ուղերձ փոխանցելու համար, նշել է Վալիոլահ Մանին։ Իհարկե, ինչ վերաբերվում է այդ հարցին, որ կարելի է զորավարություններն անել սահմանի հետ կապված համատեղ, իհարկե կարելի է, բայց ոչ այս պահին։ Ոչ այս պահին, երբ որ Ամերիկան ասում է մի հատ, եթե դուրս չեկավ պայմանավորվածությունները հարվածելու է։ Ոչ այս պահին, եթե Ամերիկայի նախկին ադմինիստրացիայի հետ մենք փաստաթուղթ ենք ստորագրել ռազմավարական գործընկերության կանոնադրություն, որի պարագայում հույս ունենք, որ Տրամպը դա կշարունակի, եւ սպասում ենք, որ իրանք այո տեր կանգնեն դրան, եւ սպասում ենք, որ իրանք ինստրուկտորներ ուղարկեն, որ նրանք գան եւ օգնեն սահմանային հարցերում մեր սահմանապահներին օգնեն, ոնց որ իրանք այդ փաստաթղթով խոստացել էին, որպեսզի մենք Իրանի հետ կապված սահմանը վտանգ չունենանք, իմանանք ոնց պաշտպանենք, մի քիչ էլ իրանցիները մտահոգվել են, թե ինչ եք անում, ամերիկացիներին բերում եք, մերոնք էլ փարատեցին կասկածը, ուժ չենք բերում, ուղղակի գալիս են մեզ օգնեն, որակավորում բարձրացնելու։ Եվ այդ պարագայում, երբ որ գնում է այս փոխադարձ սպառնալիքը, Հայաստանը Իրանի հետ է համատեղ զորավարժություն անում, որ ումից պաշտպանվի, ում դեմ պաշտպանվի։ Որտեղ
եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները Իրանին հարվածեց, Իրանից են լցվելու Հայաստան։ Մենք Ամերիկայի կարիք ունենք, որ մեր սահմանը պահենք, ոչ թե Իրանի սահմանապահի կարիք ունենք, որ պահենք, որտեղ Իրանի սահմանապահը իր քաղաքացու վրա չի կարակելու, որը ուզենա Հայաստան լցվի։ Այսինքն համատեղ զորավարությունը լավ բան է, բայց պահը պետք է հասկանալ, քաղաքական զորավարություն պետք է միատանես եւ իմանաս դա այսօր է դրա պահը, 2 օր հետ գցեք մի հատ լատենայք շաբաթօրն ինչ են պայմանավորվում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել որ Իրանի հետ քննարկվող կարևոր նախագծերից մեկը Հայաստանը շրջանցող եւ Իրանի միջոցով Ադրբեջանի եւ Նախիջևանի կողմ ապահովող երկաթուղային հաղորդակցության ստեղծումն է։ Ճանապարհի շինարարությունն արդեն սկսվել է։ Ներկայումս կառուցվում է կամուրջ, ինչ վերաբերում է երկաթուղուն, ապա դրա կառուցման համար անհրաժեշտ է Իրանի եւ Ադրբեջանի համաձայնությունը, քանի որ Հայաստանը շարունակում է արգելափակել մեր մուտքը դեպի Նախճեվան։ Մենք չենք կարող պարզապես նստել ու սպասել, որոշել ենք կառուցել շրջանցիկ ճանապարհ, իսկ Հայաստանը տարածաշրջանում կշարունակի մնալ որպես փակուղի, ասել է Ալիևը։ Մենք այդքան միամիտ չենք, որ հասկանանք, որ եթե իրանք Իրանով ճանապարհ սարքեն, հետո եթե Հայաստանը ասի իմ կտորը ես սարքում եմ, իրանք հրաժարվելու են։ Խորը թյուրիմացություն է դա, այդ շանտաժը անում են նրա համար, որպեսզի նաև Նիկոլ Փաշինյանին առիթ տան ասեն, տեսակ, այնքան խոսացիք, այնքան մեզ սահմանափակեցիք, Իրանի ճանապարհն են օգտագործում եւ երկաթուղային եւ ավտոմոբիլային։ Լավ չէր որ մեծ ճանապարհով անցներ։ Ոչ, Ադրբեջանը այդ շանտաժն անում է նրա համար, որ մեր դեմ էլ Փաշինյանը շանտաժանի, որի պարագայում, որովհետեւ նա բեռը տեղափոխել է Իրանի ճանապարհով Նախճեվան դա մի հարց է, բեռը տեղափոխել Հայաստանով անվերահսկելի հույս ունենալ, որ վաղը մյուս օրը տարածքը կվերցնի, կկպցնի Իրան եւ ինքը Ադրբեջանի մայր տարածքը կմիացնի Նախճեվանին, տարածքային հավակնություններն ու ոչ թե մենակ կոմունիկացիոն։ Կոմունիկացիոն այդ մի քանի կիլոմետրի հարցը չի Հայաստանով կանցնի թե Իրանով կանցնի։ Կարող է մենք չգիտենք, բայց հիմա այս քայլով այս հայտարարությամբ դաշտ է մտցնում նաև Փաշինյանին, որ Փաշինյանն է մեր դեմ խոսա, որ ասի տեսնում եք կոմունիկացիաներից դուրս ենք մնում ձեր մեղքով, որտեղ անընդհատ ասում եք թե մեր տարածքով չանցնի։ Բայց մենք պետք է զգոնելնենք եւ ասենք մեր տարածքով անցնելը գին ունի եւ այդ գինը պետք է լինի նա, որ հանկարծն այդ չլինի, որ մեր տարածքի նկատմամբ ոտնձգություններ ունան։ Այսօր այդ վտանգը փարատված չի։ Այնպես որ պետք չի դրա վրա խաբվել եւ ասել մենք կոմունիկացիաներից դուրս կմնանք։ Մենք տարածք կորցնելուց կոմունիկացիաներից ընդհանրապես դուրս կմնանք ու աշխարհից դուրս կմնանք։ Այնպես որ պետք է զգոնալնել, դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք այդ վարդը անտենա YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։